Ես իմ բողոքով եմ եկել, մեր արդար պահանջով եմ եկել, որ ես ով եմ, անգամ ես գնացի դատարան, խնդրում էին միլիցիոներները, որ մի քանի տակ շարված էին, ասում են, թույլ տվեք ես ինչ կլինի, գնամ դատավորին, ասեմ էլի, որ ես ով է ձեր դեմ կանգնած, մի հատ տեսեք էլի, ես ի վիճակի չեմ արդեն, իմ վիշտը իմ ցավը այնքան մեծ է, ես ասում եմ, համեմատությունը լավ չի, բայց դարել եմ են կկվի օրն եմ ընկել, որ ձայքերին տանում մեկ ուտում են, հիմա վերջինը մնացել է ընկել են այդ երեխուս հետևից, վատառողջ տղա է, ես եկել եմ ներկայացրել եմ ամբողջ ամսի 7-ին դիմումը տվել եմ, այսինքն ձգձգվում է, ես այսօր էլ եմ ասել իրենց հեռախոսով, ոնց կարելի է, որ այդքան ժամանակ ասենք ձգձգվում եք, ինչի անպայման պետք է մի վատ բան լինի, հա, ինչ եք ուզում, ես անուններ չեմ տալիս իրենց ղեկավարներից, մի խոսքով իրենք ասում են, որ հլը չեն բան արել, այդ հարցը հլը չեն ուսումնասիրել, չեն քննարկել, բռնելուց րոպեական կայծակնային ձևով բռնում տանում են, չես հասցնում երեխի երեսն էլ տեսնես, իսկ որ պիտի արդեն ասենք անօրինական գործ է արվել, ասում եմ ինչի եք ընդեղ ուղարկել, իրանք սխալը երբ դիսկը վերցնեն, օրինակ, որ իրանք են, չի սխալ մոտեցում բան արել, չեն նկանչել մասնագետ, որ իմանան այդ փաստաբանի ներկայացրած թղթերը ճշտ են արդյոք այդ մարդը իրոք լուրջ հիվանդ է, թող բերեն, այդքան դժվար է, այդ օրենքի ձեռքը տենց հնարավորություն չկա, որ մասնագետ կանչեին, բժիշկ կանչեին, որ նայեին իր էպիգրիզները, իր փաստաթղթերը, իր ամբողջ դիագնոզները նայեին այդքան հիվանդություն ունեցող մարդուն, որ բժիշկների հսկողության տակ էին երեխան, պիտի ինչի իմ տղաս, ինչի պիտի հանուն, ինչի հանցագործություն ատարել, հանցագործները ֆռում են, ոչ մի հանցագործություն իմ երեխան չի կատարել, կատուն որ կատու է, խփում ես, այսինքն չանչում է, իրանք չպաշտպանվեն, ասեն, ես ձեռքների հետևը դրեն, ասեն խփեք, ու հարվածել են տղայիցնենց են խփել, որ այդ կարդիո սիմուլյատորը խախտվել է, իմ երեխան ընդեղ հիմի անտերության մեջ, չգիտեմ, որ վատանա ով ատիրություն անելու, այդ ոնց պիտի լինի սրա վերջը, ես չեմ իմանում, ես արդեն 4 օր է, ես իմ տեղս չեմ գտնում։ Տիկին Մարիամ, օրեր առաջ ձեզ ինչ են խոստացել, կասեք ում հետ հանդիպեցիք և ինչ խոստացել։ Ոչ մի բան էլ չեն խոստացել, ասել են դիմումը գրի, ես էլ Աննա Վարդապետյանի անունով դիմումը գրել եմ, բայց իրանք ասում են պետք է ուղարկենք շրջանային, այսինքն այդ տարածքը, որտեղ որ դատել են Արսենին, այդ տարածքի դատախազություն են ուղարկել։ Հիմա էլ նրանք այդպես հապաղելով, այդպես զգզգելով, ես չգիտեմ ինչքան պետք է, ես մի օրն էլ, մի ժամն էլ իմ երեխու համար նշանակություն ունի, որ շուտ դուրս գա։ Ինքը հանցանք չի գործել, եթե հանցանք է, ամբողջ խմբով են, մեր ամբողջ ծնողներն են նույն գործողությունն արել։ Այդ ընթարումը, որ եղել է, ակցիան արել են, ակցիա անելը, երեխուն պահանջելը հանցանք, հա, ինչ եք միլիցիաներին քսի տալիս երեխեքի վրա, այդ ծնողների, այդ ուժասների վրա, ինչ են քսի տալիս, հա, հասկացանք, որ հիմա կոպիտ է հնչում, որ ասում եմ, որ այդ քսի տալը, բայց դե իրոքը տենց է, հրահանգ է ուղարկված, ինքը իմ տղայի վրա ատամ ունի, ով վարչապետը, ով եք ուզում հարցնեք, վարչապետը, ինչու՞, որովհետև Արսենը միշտ խոսել է, իրան դուր չի գալ իրան դեմ են խոսում, իրան դեմ են խոսացել, անձամբ ինձ մենք հրավիրված ենք եղել, ես անցած անգամ մի անգամ եղել եմ 2 տարի առաջ ասել եմ այդ մասին, ընդունարանում ինձ ասում է, պետք է տվից վրեն գործարություն, որ խելքը գլուխը գա, վարչապետ, հա, վարչապետ չեղածը, այ դա է ասել ինձ, ասում եմ դու իմ նման ծնողին, որ 2 կորուստ ունեմ, դու այդ ձևի բան ես ասում, չեք անհարմար չի ու այդպես վիճել եմ դուրս եմ եկել իր ընդունարանից ու մինչև հիմա իր ծրագիրը չի կարում իրականացնի Արսենի հետևից ընկած 3 տարի քաշքշեց դատարաններն ու քննչականները արդարացվեցի մեր երեխեն ոչ մի բան էլ չէր արել չգնանք չասենք